Բարև ձեզ։ Մենք այսօր եկել ենք HSBC բանկի Հայաստանի գլխավոր գործադիր տնօրենի մոտ Էրինա Սեյլանյանի, ով հանդիսանում է Ամչամ բիզնես պլատֆորմի տնօրենների խորհրդի անդամ, նաև նախագահի տեղակալ։ Շնորհակալություն հրավերի համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ եւ բարև եք եկել։ Այսօր ունենք մի քանի թեմա, որ ձեզ հետ ուզում ենք քննարկենք։ Նախ կանանց այսպես կոչված մեկամսյակի շրջանակներում ուզում ենք ցույց տալ կանանց դերը բիզնեսում։ Այդ իմաստով իմ առաջի հարցը կլինի նկարագրեք ձեր կարիերան, որտեղից սկսեցիք եւ ոնց գնաց ձեր աճը հաշվի առնելով այն բոլոր ստերեոտիպները, որ մենք գիտենք Հայաստանում կան կանանց ղեկավար պաշտոնի անցնելու հետ կապված։ Շնորհակալ եմ։ Նախ ասեմ, որ ես ՏՏ ոլորտի ինժեներ եմ, այսինքն բանկային ֆինանսական կրթություն, առաջի կրթությունս չունեմ, հետո ստացել եմ նաև ֆինանսական կրթություն։ Ու բանկ եմ ընդունվել հենց բուհը ավարտելուց հետո բուհում սովորելու ժամանակ իհարկե աշխատել եմ, որտեղ այդ թվականներին, երբ որ խորհրդային միությունը փլուզվեց, իհարկե շատ դժվար տարիներ էին եւ ինձ թվում է վաղ տարիքից բոլորս փորձում ենք աշխատել, որ մեր ընտանիքներին օգնենք, բայց այդ իմ հիմնական, ոնց որ աշխատանքը առաջի հենց HSBC-ում էր, ընդունվել եմ ուղղակի որպես մասնագետ ֆինանսական դեպարտամենտում եւ այնուհետեւ աշխատել եմ տարբեր այլ դեպարտամենտներում, աճել եմ, աստիճանաբար զբաղեցրել եմ դեպարտամենտի տնօրենի պաշտոն, այնուհետև տարբեր դեպարտամենտների, հետո արդեն տնօրենի տեղակալ, այնուհետև տեղափոխվել եմ HSBC աշխատանքի արտերկիր, աշխատել եմ Միացյալ Թագավորությունում, Մալտայում եւ 7 տարի դուրսն եմ աշխատել, հետ եմ եկել այստեղ արդեն որպես տնօրեն։ Այնպես որ այն որ ասում են ամենացածր, մակարդակից սկսել եմ եւ հասել եմ տնօրենի պաշտոնին, ինչը իհարկե ինձ թվում է շնորհիվ նրան ու երևի ինչ որ ձևով իմ հաջողությունն էլ է, բայց նաեւ շնորհիվ նրա, որ HSBC-ում շատ կարևորվում է, բազմազանությունը, այսինքն այն կարծրատիպերը, որ ասում եք, որ իհարկե արկա են, գիտենք արկա են Հայաստանում, ամբողջ երկրում, աշխարհում, ես չէի ուզենա այստեղ Հայաստանը առանձնացնել, բայց ես այդ խնդրի հետ, բանկում չեմ առնչվել, որովհետև միշտ կարողացել եմ, ինձ դրսևորել, ունեցել եմ իհարկե շատ լավ ղեկավարներ, որոնք ինձ ընթացքում օգնել են, այնպես որ ստացվել է։ Ուզում եմ այդ պահով ավելի շեշտադրեք, ովքեր են ձեզ ուղեկցել, ովքեր են եղել ձեր օրինակներ, որ իրոք ձեզ թև են տվել շարունակելու կարիերան։ Ընթացքում բնական է շատ ղեկավարներ եմ ունեցել ու ես կասեմ, որ ամեն մի ղեկավարից ես կարծում եմ, որ սովորել եմ ինչ-որ բան, то есть միշտ ես այն ձևով եմ մոտենում եւ աշխատանքին, եւ իմ աշխատանքային հարաբերություններին, իմ ղեկավարների հետ աշխատանքին, որ կարծում եմ, որ միշտ սովորելու բան ունեմ։ Ունեցել եմ ղեկավարներ, որոնց հետ ավելի դժվար է ստացվել, ունեցել եմ ղեկավարներ, որոնց հետ այնքան լավ հարաբերություններ են հաստատել, որ ասենք 20 տարի է մինչև հիմա պահում ենք մեր հարաբերությունները, HSBC-ում տնօրենները ավանդաբար, մինչև որ իմ նշանակվել է եղել են արտասահմանցիներ ու սովորաբար միջինում 3 տարի են մնացել, այնպես որ շատ ղեկավարներ ենք փոխել ու բոլորից ես շնորհակալ եմ իհարկե, որովհետև ինձ թվում է շատ մեծ ազդեցություն են ունեցել իմ կարիերան, ոնց ասեցի, մինչև հիմա ես կապերը շատերի հետ պահում եմ, մինչև հիմա իրանք հետաքրքրվում են, միշտ հետևում են, հարցնում են, այնպես որ։ Շնորհակալություն, ձեր բանկը համարվում է Հայաստանում այդ մշակույթի, բանկային մշակույթի, էթիկայի, կլիենտների հետ աշխատելու օրինակելի բանկ եւ Հայաստանում շատ բանկեր գիտենք, որ կայացել են այդ իմաստով եւ մարդկանց վստահությունը գրավել են, որովհետեւ ընդօրինակել են բարձր ստանդարտների, որ դուք դրել եք։ Կարող եք նկարագրել կանանց դերը այդտեղ բազմազանությունը ապահովելու, ինչպես եք հասել, չէ՞ որ կային լուրջ խոթնդոտներ եւ միջև հիմա էլ, երբ որ շատ դեպքերում դուք ձեր կադրերը համալրելուց տեսնում եք, որ կանայք միգուցե այդքան ակտիվ չեն։
Սենց ասեմ, լավ հարց է, ընդհանուր առմամբ բանկային համակարգում կանանց ներգրավությունը բավականին բարձր է, հա, հենց միշտ էլ եղել է ու մինչև հիմա էլ, եթե մենք ընդհանուր առմամբ վերցնենք, ապա այսօր երևի 55-ից 60%-ը ընդհանուր առմամբ բանկային ֆինանսական ոլորտում կանայք են աշխատում։ Բայց այդ ոնց որ ավելի ցածր, հա, պաշտոններում ունենք ավելի շատ կանայք, աղջիկներ, գնալով իհարկե, որ բարձրանում են, ավելի քչանում են եւ ղեկավար պաշտոններում երևի թե մենք ունենք ոչ ավել, քան ինձ թվում է 15% ղեկավարների ֆինանսական ոլորտում։ Հիմա ինչն է մեզ մոտ ինձ թվում է տարբեր ստացվել, նախ ու իրական այդ սկզբնական մակարդակում ոնց ասեցի, հիմա մենք նույնիսկ դժվարություն ունենք տղաների ներգրավելու մասնավորապես ինչով բաժիներ, օրինակ մասնաճյուղերում, եթե գնաք, հիմնականում ավելի շատ աղջիկներ են, քան տղաներ են, հա։ Ինչ ենք մենք շատ խրախուսում, նաև ես իմ օրինակով ասեցի, որ ես կարողացել եմ ոնց որ կարիերա անել, հա, բանկում եւ բարձրանալ բոլոր աստիճաններով։ Մենք շատ խրախուսում ենք մեր բանկի ներսում, այդպիսի ոնց որ քաղաքականություն ունենք, որ մեր աշխատակիցներին խրախուսենք նախ զարգացումը, կարիերայի աճը հենց ներսում։ Ու երբ որ մենք ունենում ենք հնարավորություններ, հաստիկներ, թափուր, հա, ավելի արդեն բարձր պաշտոնների, միշտ հայտարարությունը ներսում գնում է այդ հաստիկի համար։ Ու ոնց ասեցի, եթե մենք ունենք արդեն այդ ներքևի, ահա, մեր օղակներում, մեր աշխատակիցների շատ աղջիկներ եւ կանանք, բնականաբար իրանք հնարավորություն ունեն արդեն բարձրանալու, ոնց որ բարձրացել եմ ես։ Ու մեր արդեն ղեկավար կազմում, եթե ես վերցնեմ մեր ղեկավար, հենց ղեկավար օղակը, հա, մեր մոտ այսօրվա դրությամբ 50-50 է։ Նենց չի, որ մենք դա հատուկ ենք արել, որ ստացվել է, բայց այդ քաղաքականությունը, որ նախ խրախուսում ես, որ մարդիկ ներսում բարձրանան, սովորեն, զարգանան, հա, բոլորին տրվում է միևնույն հնարավորությունները զարգանալու, աճելու։ Որոշակի քաղաքականություն ունենք նաև, որովհետև կարծում ենք նաև աղջիկներին կանանց պետք է ինչ-որ ձևով նաև օգնենք, հա, խրախուսենք, որովհետև ինչքան ավել բարձրանում են, դա ինձ թվում է անհերքելի փաստ է, որ աղջիկներին պետք է մի քիչ ավելի շատ օգնել, որ ավելի վստահ լինեն, հա, գնալով եթե ավելի պաշտոն է լինում, որին պետք է դիմենք, կանայք այդքան վստահություն չունեն, որովհետև այդ անձնական փորձից եմ ասում, հայտարարությունը եթե տալիս ես աշխատանքի ու այնտեղ բնականաբար կան որոշակի պահանջներ, հա, տղաները կարող է 40%-ին բավարարեն այդ պահանջների եւ դիմեն, աղջիկները 80-ին պետքա բավարարեն, նոր դիմեն, հա։ Այդ առումով, երբ որ մենք արդեն անում ենք օրինակ աշխատանքի, հա, զտում ենք այն մարդկանց, ովքեր հավակնորդներին, անպայման նայում ենք, որ ունենանք եւ կանանց եւ տղամարդկանց, հա։ Մտի ունենալով, որ կանայք վերագնահատում են իրենց կարողությունները, իսկ տղամարդիկ գերագնահատում են, ես ճիշտ հասկացա։ Ամեն դեպքում, ասենց ասեմ, հա, եթե միջինում ասենք, բնականն է, երկու կողմն էլ կա, երկու կողմից էլ, բայց միջինում այդ ստատիստիկան կա, ու երբ որ արդեն խրախուսում ես, որ մարդիկ դիմեն, հավատան իրանց ուժերին, որ ինչու՞ չէ, գան, ինտերվյու, փորձեն, հա, դա այն վերջնա փոքրիկ քայլեր են, երբ որ մենք անում ենք, եթե անում ենք հարցազրույցներ եւ եթե ասենք մի քանի հոգի են մասնակցում հարցազրույցի, անպայման անում ենք այնպես, որ հարցազրույց վարելիս լինեն եւ տղամարդիկ եւ կանանք, որովհետեւ հոգեբանական մթնոլորտը ինքը տրամադրի, որ կինը իրան հանգիստ զգա եւ հասկացված կլինի տարբեր կողմերից adekvat կերպով։ Ես ուզում եմ հաջորդ հարցս տալ, կվոտաների հետ կապված։ Հայաստանում եւ այլ երկրներում միշտ քննարկման առարկա եղել, ինչքան պետք է կվոտավորվի գենդերային հիմքով որոշ ոլորտները ղեկավար պաշտոններում կանանց, այսպես ասած, առաջխաղացումը ապահովելու համար։ Որն է ձեր բանկի եւ ընդհանրապես ոլորտում նման քաղաքականություն իրականացնելու դրական եւ բացասական կողմերը։ Ես անձամբ անկեղծ եմ ասում դեմ եմ կվոտաների, որովհետև ես կարծում եմ դա ինչ-որ ձևով հետագայում ոնց որ խնդիր է առաջացնում, որ երբ որ կինը պաշտոն է ստանում, սկսում են մտածել, որ այ կվոտան կար, ինքը պաշտոն ստացել է, որովհետև ինքը կին է, հա։ Ու ես երբեք չեմ ուզեցել, որ կվոտաները դրվեն
Հայաստանում իրոք այդ խնդիրը երբևիցե չենք ունեցել, ոնց ես ասացի, մեզ մոտ իսկ իրոք շատ sense հավասարակշռված է մեր անձնակազմը։ Բնական է տարբեր երկրներում կա որ օրենսդրորեն է դրած, բայց HSBC-ն նաև ոչ այդքան օրենսդրորեն, բայց նաև եթե ես գլոբալ եմ վերցնում, ոչ HSBC Հայաստանը, ապա մենք ունենք որոշակի ներքին սահմանված, հա, նու կվոտա չի արդեն, դա, բայց ոնց որ ակնկալիքներ եւ այն արդեն շատ ավելի բարձր պաշտոններում, որտեղ խմբի մակարդակով, հա, օրինակ ավելի բարձր պաշտոններում դեռ որոշ անհավասարություն կա, բայց իրանք այնտեղ, որ պատկերացնեք, դնում են ոչ միայն կին տղամարդ, նաև դնում են բազմազանությունը իր շատ ավելի արդեն ազգության, հա, տարիքային, բանի ռասայի, որտեղ էտել բազմազանության ինչ որ նշանա, խումբը բնականաբար մենք գործում ենք բոլոր կոնտինենտներում եւ կարեւոր է զուտ տեղ ոչ միայն կին տղամարդ, այլ նաեւ այլ կատեգորիայի բազմազանությունը կանոնենք ապահով։ Շնորհակալություն։ Եվ վերջին հարցս, բանկային ոլորտում աճելու համար ձեր բանկից դուրս կամ ներս եւ հասնելով այն բարձր մակարդակի, որ դուք հիմա ունեք, ինչ որակներ պիտի ունենա, որ թույլ տա իրան ինքը իրոք ցկտի ավելի բարձրին, ավելի շատ։ Ինձ թվում է ոչ միայն բանկային ոլորտում, այլ ցանկացած իմ կարծիքով մի քանի բան կարող եմ ասել, երևի խորհուրդ տամ, հա, որ նախ եւ առաջ կուզեի խոսեցինք նրա մասին, որ ընկալումները տարբեր են, հա, կանանց նկատմամբ, որ ուղղակի անտեսել կարծրատիպերը։ Այսինքն հավատալ քո ուժերին, հա, իմանալ քո արժեքը եւ այն արժեքը, որը ստեղծում ես ընկերության համար, բանկի կամ էլ եմ ասում այլ ընկերության, իսկ դա շատ կարեւոր է, ռիսկի դիմել, չվախենալ ձախողել, որտեղ իմ կարծիքով ձախողելու վախը երևի թե առաջ խաղացման ճանապարհին ամենամեծ խոչընդոտներից մեկն է իմ կարծիքով, բայց իհարկե ձախողելու դեպքում էլ պետք է այդ սխալներից սովորել, այսինքն նորմալ չի, որ նույն սխալը անդադ կրկնես, հա, սովորել շարունակաբար ու էլի ինձ թվում է էլի բոլորին է վերաբերվում եւ կանանց եւ տղամարդկանց կոնկրետ, հա, ինքնազարգանալ, այսօրվա մեր աշխարհում փոփոխությունները այնքան արագ են տեղի ունենում ու շատ արագ կարելի է, այսպես ասած, իրականությունից դուրս ընկնել, ու ինձ թվում է այդ ինքնակրթվելը, զարգանալը շատ կարևոր է շարունակաբար։ Ու մի բան էլ կուզեմ ասել, հենց հատուկ կանանց համար, միգուցե տարօրինակ մի քիչ թվաց ես համար, որտեղ կարիերայից ենք հիմա խոսում, բայց ես կարծում եմ, որ կինը նաև չպետք է զոհաբերի կանանց մյուս կարևոր դերը կարիերայի համար, հա, այսինքն այդ բալանսը միշտ պետք է ճիշտ պահել, տուն, ընտանիք, կարիերա ու հաստատ դա հնարավոր է։ Իրականում շատ անգամ կանայք ձգտելով ինչ-որտեղ հանդիմանում են այդ ընտրությանը եւ իրենց են նաեւ ցույց տալի, որ արդյոք դու ես ձգտում լավ ընտանիք ունենալ, թե լավ կարիերա։ Ինձ թվում է արհեստական է այդ։ Այո։ Ընտրության առաջ դնելը եւ ոնց է լուծում դուք այդ դեպքում այդ հարցը։ Ասենք ասեմ, ընտրություններ անելը հաջողության ճանապարհին, հա, անխուսափելի է, այդ էլ պետք է, ինձ թվում է այդ պետք է ընդունենք։ Ուղղակի իմ համար կարևոր է այդ ընտրությունը անելուց նախ պետք է հասկանաս ինչ ես ուզում։ Այսինքն նպատակը ի սկզբանե ճիշտ դնես, հա։ Հետո հասկանաս ինչ ես պատրաստ, որպեսզի այդ նպատակին հասնես։ Բայց նաև մտածես, հա, ու հաշվի առնես քո շրջապատի նաև ցանկությունները, հա, կողքի ամուսին, ընտանիք, ով էլ կլինի, երեխաներ, հա, իրանք ուզում են այդ ճանապարհը քեզ հետ անցնել, թե չէ։ Այսինքն դա իհարկե այդ ամեն ինչը պետք է հաշվի առնել, բայց ու մի բան էլ կարևոր, որ այդ ընտրությունները անելուց այնպիսի մի իրավիճակում հայտնվես, որ մի շատ կարևոր բան գործնես, հա, այսինքն հա հասել ես նպատակիդ, բայց երջանիկ չես։ Դրա համար իմ դժվար է, հեշտ չի, բայց հնարավոր է։ Շնորհակալություն։
Ես եմ շնորհակալ։